Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմնվեք այդ օրենքի վրա, ասեք, որ ձեր գործը այն է, որպեսզի ապահովեք տեխնիկական պայմանները եւ բոլոր կուսակցություններին ապահովեք հավասար պայմաններ։ Հիմա մեր հանդեպ ձեր համակարգը թերացել է 4 անգամ։ Բոլոր կուսակցություններին տվել եք վահանակների հնարավորություն մեր կուսակցության օգտատերի բաժնում վահանակները բացակայում են, որպեսզի մենք չկարողանանք մասնակցել այդ գովազդային վահանակներին։ Գրանցված կուսակցությանը Տիկին Այվազյանը 2 անգամ հեռացրել է, էլի դրել է տեղը։ Հեռացված ցուցակում մարդկանց համակարգը հետ է բերել։ Կրկնակի մուտքեր է արել համակարգը, որ կրկնակի մուտք ես հաց եմ տալի բոլոր կուսակցություններին։ Մենակ մեր կուսակցության հանդեպ է այս համակարգի թերացումները, թե ոչ, եթե ոչ, ուրեմն ձեր համակարգը սխալաբուծ ձեր գործը չեք արել։ Եթե մենակ մեր կուսակցության հանդեպ էր, այսինքն ստեղ արդեն գալիս է քաղաքական կոնտեքստը։ Հիմա դուք թերացել եք ապահովել Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի դարձող կուսակցության հավասար ընտրական պայմանները օրենքով սահմանված։ Ձեր գործը, ես ձեզ աշխատավարձ եմ տալիս բոլորից, որ ստեղ նստած ձեր եք բարձրացնում, որ դուք ինձ ապահովեք իմ ընտրողների հետ 5700 կուսակցության անդամների հետ մեր ուժին ապահովեք հավասար պայմաններ բոլորի հետ։ Եվ դուք թերացել եք։ Հիմա մենք դիմում ենք մինչև քվեարկելը ողջամիտ ժամանակ նախադեպա, չէ՞, եղեք սրանից առաջ 4 նախադեպով դուք գնացել եք մեր փոխել եք համակարգը, հա, 4 նախադեպով, ասել եք օրենքի պահանջը չեն կարա փոխել, կրկնակի մուտքեր ա եղել, որ ձեր համակարգը սենց իդեալական համակարգը թերացել է, մեր հանդեպ, մեր կուսակցության հանդեպ 4 թերացում, հա, ոնց կլինի սենց, հա, հիմա դուք եկել եք ստեղ ասում եք ես ձեզ խոսք եմ, դուք ինձ խոսք չեք կարա, իմ խոսք ատվել իմ ընտրողները, իմ ժողովուրդը եւ ես ձեզնից պահանջում եմ, որպեսզի ապահովեք հավասար պայմաններ մյուս կուսակցություններին, ինչպես որ ապահովել եք, եւ ողջամիտ ժամանակտակ, ոչ թե շաբաթօր լինի, կիրակի օր լինի, այլ մեր կուսակցությունը մի հատ էլ նախադեպ քննարկեք, քվեարկեք, ոնց որ քվեարկեցիք նախադեպ թերացումների հանդեպ եւ փոխեցիք ձեր թերացումները բարդում եք մեր վրա, թե մենք ենք թերացում։ Պարոն Սարգսյան, կարող եք ասել որքան եք խոսելու, որովհետև մենք էլի հարցեր ունենք։ Ձեզ որքան ժամանակ է պետք խոսելու։ Դուք ինձ պետք է չասեք, որ ձեր գործն է։ Պարոն Սարգսյան, այ արդեն Պարոն Սարգսյան, դուք գտնում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում։ Եվ ձեր կարծիքը, պարոն Սարգսյան։ Օրենքի վրա հիմնվեք ես ձեզ ասում եմ։ Պարոն Սարգսյան։ Օրենքի վրա։ Պարոն Սարգսյան։ Ինձ կարող եք լրացնել։ Օրենքի հիմնվեք օրենքի վրա։ Դուք կարողանում եք ինձ ապահովել արդար ընտրություններ։ Ուզում եմ ձեզ համար ընթերցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումը, իրավական ուժի մեջ է, չի վիճակվել, գործում է, նիստը վարողը կարող է ձեզ թույլ տալ ելույթ ունենալ ընդամենը 5 րոպե, հոդված չի դա Կենտրոնական ընտրական։ Դուք վաղուց եք րոպե։ Խնդրում եմ մի րոպե լսեք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 28-ի 34-ը որոշումն է եւ ստեղ նստած յուրաքանչյուրը դահլիճի մյուս կողմում չգիտեմ, բոլորը աշխատավարձ ստանում են Հայաստանի Հանրապետությունից եւ եկամտահարկը սահմանված կարգով նիվանել ավել վճարում են։ Դուք մեր գործատուն չեք, այդ հայտարարությունը հետայսու չանեք, մի րոպե ինձ լսեք եւ պարոն Հովակիմյան, ես հիմա պահանջում եմ որպես ԿՀ փոխնախագահ այլևս զրկել պարոն Սարգսյանին խոսելու իրավունքից, մենք հասկացանք, լսեցինք եւ որոշման նախագիծը, եթե Տիկին Մարկոսյանը նախագծում այլ փոփոխություններ եւ լրացումներ չունի, դնել քվեարկության։ Եվ մի դիտարկում եմ ուզում պարոն Սարգսյանի համար ներկայացնել, որ դուք նստած լսում եք, որ բոլոր որոշումներում տրվել է 48 ժամ ժամանակ։ Դա ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենք 84 հոդվածի պահանջն է։ Հավասարություն, որ դուք ասում եք, եթե մենք
մի բա հիպոթետիկ ընդունենք, որ ձեզ տալու ենք մինչև ամսի 5-ը, ես կարծում եմ, որ դա ակնհայտ անհավասարություն է մյուսների նկատմամբ, որոնց վերաբերյալ որոշումը արդեն իսկ ընդունված է եւ նրանց տվել են 48 ժամ ժամանակ։ Պարոն Սարգսյան, դադարեք խոսել, դուք այլևս Պարոն Սարգսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պարոն Սարգսյան, ես Պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Ես զրկում եմ ձեզ խոսելու իրավունքից, պարոն Սարգսյան։ Անհավասարություն չէ, վահանակներ մեզ չտրամադրել, Խնդրում եմ ներքևից ոստիկաններին հրավիրեք։ Ես խնդրեմ, Աշխատակազմի ոստիկաններին հրավիրեք։ ես պահանջարկում եմ, Ոստիկաններին հրավիրեք, որովհետև սենց դեպք, ես ասում եմ, սենց դեպք, նման դեպք, որ կենտրոնական տրական հանձնաժողով եկող քաղաքացին իրեն այսպես այն կուսակցության առաջնորդ, այսպես կպահի, ես հավաստիացում, ես 98 թվականից կենտրոնական տրական հանձնաժողով նման դեպք չի եղել, նման վարք, որևէ մեկը, որևէ մի անձ կենտրոնական տրական հանձնաժողովն իրեն երբեք թույլ չի տվել։ դուք ազատ ընդրություններ չեք ունեցել, մեր պահանջը Պարոն Սարգսյան, դուք դուրս եկեք, նիստերի դալիճից դուրս եկեք դուք չեք, քվեարկության չեք մասը, դուք այլևս դուք նիստերի դալիճից ձգեք նիստերի դալիճը։ Այդ կա օրենքի պահանջի մեջ, այդ օրենքի մեջ կա, որ դուք կարող եք դուրս հրավիրել։ Այո, այո։ Կարդացեք, որ նախագահան կարող է դուրս Պարոն Սարգսյան, ոնց որ թե իրավաբանական խորհրդակցության է վերացվում ձեր ելույթը եւ մեր պատասխանները, մենք կարող ենք խնդրել աշխատակազմին ձեզ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը հենց հիմա բերեն, դուք դրսում ծանոթանաք, հետո մեր գործողությունները Եթե խնդրանքան մերժում եմ, եթե պահանջա հիմնվեք օրենքի վրա, այդքան բան, ես ուզում եմ մասնակցել իմ քվեարկությանը, պահանջ եմ դրել ողջամի Հարգելի պարոն Սարգսյան, ժամանակ 48 ժամը հերիք չի։ Պարոն Սարգսյան, կամ դրում նստում եք, կամ դալիճից դուրս եք գալի այլևս։ Կամ դրում նստում եք, որպեսզի ձեր քվեարկությանը ներկա գտնվեք, կամ դուրս եք գալի դալիճից։ Շատ պարզ, ես ձեզ արգելում եմ խոսել։ Կենտրոնական տրական հանձնաժողովի նիստը խանգարել։ Դուք խանգարում եք, ես ձեզ ասում լռու եք դուք։ Պարոն Սարգսյան, կամ նստեք, լռեք, կամ դուրս եկեք դալիճից։ Ոստիկաններ ներկայացեք։ Ես նստում եմ, սպասում եմ մեր քվեարկությանը և ակնկալում եմ 48 ժամից ավել ժամանակ։